Բարև ձեզ, Բուն TV եթերում այսօր զրուցելու ենք հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանի հետ։ Բարև ձեզ Լիլիթ, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Լիլիթ, մի քանի օր առաջ հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնը ներկայացրեց իր ամենասպասված կարելի է ասել հետազոտություններից մեկը Կովկասյան բարոմետրի հերթական հետազոտությունը եւ բոլոր մասնակիցները կարծում եմ կփաստեին, որ շատ կարեւոր արդյունքներ լսեցինք, ոչ միայն արժեքների ընդհանուր ընկալումների մասին հասարակական, այլ նաև արտաքին քաղաքական վերաբերմունքների մասին, բայց մինչ արդյունքներին անցնելը ես կուզեի մի փոքր խոսենք հենց Կովկասյան բարոմետրի մասին եւ բանից է իրականացվում, որ երկրներում եւ ինչու փոփոխվում են այդ տվյալները։ Շնորհակալություն նախ եւ առաջ այդ հարցին անդրադառնալու համար, որտեղ իմ կարծիքով շատ կարեւոր թեմա է եւ կարեւոր է հասկանալ որտեղից է գալիս Կովկասյան բարոմետրը։ Կովկասյան բարոմետրի նպատակը չափելն էր հասարակության տրամադրությունները, կարելի այսպես ասել ընդհանուր առմամբ, հասարակության ընկալումները եւ ստեղծվել է գաղափարը, այսպես ծնվել է 2002 թվականից, ձևավորվել է հարցաթերթը եւ մեթոդաբանությունը մոտ 2005 թվականին, բայց դեռ համարեք, որ 2005-ից 2007 թվականներին պիլոտային այսպես փուլ է անցել, որպեսզի հասկանան, թե արդյոք հարցաթերթը աշխատում է, արդյոք այն բաժիններն են ներառված, որոնք մեզ կհետաքրքրեն եւ այնպիսի բաժիններ, որոնք տարոց տարի կմնան նույնը եւ թույլ կտան ժամանակի ընթացքում չափել հասարակության, հասարակության տրամադրությունները։ Հատկապես կարեւոր է այդ համեմատելիությունը բարոմետրերի, որովհետեւ ամբողջ աշխարհում կան տարբեր տարածաշրջանների բարոմետրեր եւ իրենք եւս այս նույն նպատակն ունեն ընկալումների չափումը։ Կարելի է համարել, որ Կովկասյան բարոմետրի այսպես ավելի մաքուր տվյալների հավաքումը սկսվել է 2008 թվականից, ընդհանուր առմամբ ունենք 11 բարոմետր, այսպես մաքուր բարոմետրեր, կարելի ասել։ Մինչ այդ ունեցել ենք եւս մի քանի ալիքներ բարոմետրի 2005-ին, 6-ին եւ 7-ին, որոնք ավելի այսպես նախնական են եղել։ Բարոմետրերը չափումների մասին խոսեցիք, Կովկասյան բարոմետրը հնարավորություն էր տալիս ոչ միայն նույն երկրի տարբեր ժամանակաշրջանների արդյունքները համեմատել, այլ նաև տարածաշրջանի երկրները, բայց ինչպես հասկացա, վերջերս Ադրբեջանը դուրս է մնացել, այդ կուզեի նաև դրա մասին խոսենք։ Անպայման կանդրադառնամ դրան, շատ լավ հարց եք տալիս։ Այո, հենց այդտեղ է կայանում բարոմետրերի ընդհանրապես ուժեղությունը եւ հատկապես Կովկասյան բարոմետրի դեպքում սա միակ, կարելի ասել, գործիքն է, որը թույլ է տալիս չափել ընկալումները հենց Կովկասում, ինքը սարքված է Կովկասի համար այդ տրամաբանությամբ։ Մենք ունեցել ենք 2008-ից բարոմետրերն իրականացվել են 3 երկրներում տարածաշրջանի՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Ինչպես գիտենք, 2010-ականների սկզբին Ադրբեջանում մի փոքր խստացավ ՀԿ-ների նկատմամբ այսպես վերահսկողությունը եւ ֆինանսավորումը այսպես դարձավ մի փոքր պրոբլեմատիկ ՀԿ-ների համար եւ ՀՌԿԿ Ադրբեջանը, ի տարբերություն ՀՌԿԿ Վրաստանի եւ Հայաստանի, անկախանալու հնարավորություն, ֆինանսապես անկախանալու հնարավորություն Եվրասիա հիմնադրամից չունեցավ եւ մնաց Եվրասիա հիմնադրամի հոգացության ներքո, այսպես ասած, եւ փոխեց գործունեությունը, դառնալով դասընթացների այսպես կենտրոնը ավելի շատ։ Մենք մինչև վերջերս, կարծեմ մինչև նույնիսկ 21 թվականը հարցաթերթը, քանի որ միասին ենք մշակում 3 երկրներով, դեռևս Ադրբեջանից մասնակցում էին հարցաթերթի մշակմանը, երբ որ այդ աշխատանքները սկսում ենք։ Սակայն հարցաթերթը այդպես էլ չի հաստատվում կառավարության կողմից, իրենց մոտ հաստատվում է կառավարության կողմից հարցաթերթի տարբերություն Վրաստանի եւ Հայաստանի եւ ցավոք սրտի, փաստորեն գուցե եւ կորցներ, եթե գնային դաշտ, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել այն, որ այդ բոլոր բյուրոկրատական փուլերով հարցաթերթը չի կարողացել անցնել տարիներ շարունակ 2015-ից սկսած եւ մենք Ադրբեջանի մասին այլևս տվյալ չունենք դրա կապակցությամբ, սակայն մինչ 2015 թվականը էլի համեմատական տվյալները կարող եք տեսնել
coxsbarometer.org կայքում։ Վերադառնալով հայաստանյան եւ վրաստանյան արդյունքներին, նախորդը կարծես 21 թվականին էր, եթե չեմ սխալվում, եւ շատ հետաքրքիր էր նաեւ ձեր ներկայացման մեջ այդ համատությունները տեսնելը։ Ինձ համար այսպես ամենաաչքի ընկնող տարբերությունը խաղաղության սուր ընկալման վերաբերյալ այդ խիստ տարբեր ցուցանիշներն էին, եթե չեմ սխալվում, երկրում խաղաղության, սահմաններին խաղաղության, եթե դեմ չեք միանգամից անցնենք առանձին հարցերի այսպես արդյունքներին, ես կխնդրեմ դուք նաև մեր հեռուստադիտողների համար ներկայացնեք, թե խաղաղության ընկալման տեսանկյունից ինչ ցուցանիշներ ունեինք եւ կան արդյոք նախնական վերլուծություններ, թե ինչով է պայմանավորված, իհարկե գիտենք աշխարհակահաղական փոփոխությունները, բայց ամեն դեպքում շատ շնորհակալություն հարցի համար։ Խաղաղության հետ կապված, եթե ճիշտ եմ հասկանում, դուք երևի նկատի ունեք գլխավոր հիմնախնդիրները հարցը, նշված հարցը պահպանվել է տարիներ շարունակ եւ վերջին տարիներին բնականաբար ավելացրել ենք նաեւ դեմարկացիա, դելիմիտացիա թեմաներին առնչվող հարցերը ու այո, այնտեղ նկատելի փոփոխություն ունենք գործազրկության աղքատության փոխարեն առաջին տեղեր եկել, այստեղ անվտանգության հարցերը եւ եթե տեսնում եք 21-ին եւ 24-ին հենց առաջին տեղում երկրի անվտանգության հարցն է։ Ուրիշ հարցեր, նոր հարցեր էինք ավելացրել ընկալումների մասին, այնտեղ մի հատ հետաքրքիր գիտական այսպես մոտեցմամբ հարց կար, որի մասին երեք նույնիսկ ներկայացման ժամանակ ընթացքում ասեցին, որ ինչ նկատի ունենք ասելով կոնֆլիկտը մենք հանդիսանում ենք մեծ կոնֆլիկտի մաս, թե կոնֆլիկտը հանդիսանում է մեր կյանքի անբաժանելի մաս, դա եւս խաղաղության ընկալման ու ընդհանրապես կոնֆլիկտի ընկալման հարցեր, մի փոքր ավելի գիտական մոտեցմամբ, մեզ նաև հետաքրքիր էր դա ստուգել, հասկանալու համար, թե ինչպես են մեր համաքաղաքացիները վերաբերվում առհասարակական այո, ընդհանրապես ինչպես են վերաբերվում խաղաղության եւ կոնֆլիկտի հարցերին եւ ինչ վերաբերում է վերլուծություններին, ինչպես նշեցինք, դեռևս կլինեն վերլուծություններ, սա ինչ ներկայացրել ենք մի քանի օր առաջ, դա ընդհանրապես նկարագրական վիճակագրություն է, որը թույլ է տալիս տեսնել այն, ինչ ասում է տվյալների նախնական այսպես առաջնային մշակումը, առաջի շերտով մշակումը։ Բայց վերլուծությունները բնականաբար ավելի շատ տեսություն են պահանջում, տեսության ուսումնասիրություն, կապերի հասկանալ եւ դրա համար մենք շատ զգույշ ենք գնահատականներ տալու մեջ։ Եվս մեկ անգամ կխնդրեմ տվյալներին այդպես մոտենալ, որովհետեւ մենք կարող ենք մի փոքր սխալողությամբ գնալ, եթե նայում ենք տեսակարգկշիռներին ու կարծում, որ սա այն է, ինչ մենք տեսնում ենք։ Երբեմն գուցե մենք տարբեր հարցեր կապենք իրար եւ պարզվի, որ իրականում դրա տակ մեկ այլ խնդիր է թաղված, որը տեսությունը հիմնավորում է այս կամ այն ձևով։ Մենք ունեինք նաև նոր հարցերից մեկը, որը զգացողություններին էր վերաբերում, չգիտեմ դա նկատեցիք թե ոչ այդ հարցը, բայց այդ հարցին եւս առանձին այսպես ուշադրություն էինք դարձրել, որովհետև ուզում էինք հասկանալ, թե այսպես տրավմատիկ իրավիճակներով անցնելիս, անհատներն էլ, ժողովուրդներն էլ փուլերով են որոշակի անցնում, ուզում էինք հասկանալ ինչպիսի հոգեվիճակում է այսպես շակերտավոր, մեր ազգը, ու առաջին հարցերից է, այո, ինքը առաջի անգամ էինք այս հարցը տալիս, չգիտենք կպահպանվի մյուս տարիների համար թե ոչ, այդտեղ եւս օրինակ լրացուցիչ վերլուծության կարիք կա, մենք շատ կուզենք գնալ եւ մի փոքր փորփրել այդ հարցը տարբեր ձևերով վերլուծել հասկանալու համար։ Այդ զգացողությունների հետ կապված մեկ այլ հարց էլ ուշադրությունս գրավեց լավատեսության հետ կապված, ընդհանուր առօրյայում կարծես մեր զգացողությունն այնպիսին է, որ ապաթիան ավելի համատարած է, հոռետեսությունն ավելի շատ է, բայց փաստորեն ցուցանիշները ձեր հետազոտության հակառակն էին փաստում, սրա մասին էլ խոսենք երևի։ Այո, եւ լավատեսության հարցը եւ երջանկության հարցը, մենք ամեն անգամ այնտեղ վերջում հարց հնչեց ներկայացումից հետո, թե որ հարցերն են մեզ զարմացնում,
Շատ հարցեր են մեզ զարմացնում, բայց այդ հարցը հատկապես երջանկությանը վերաբերող լավատեսությանը, մարդկանց նկատմամբ վերաբերմունքին, դա բավականին ուրախալի է, երբ որ տեսնում ենք, որ նմանատիպ դժվարին իրավիճակում, երբ որ գտնվում է մեր երկիրը, այնուամենայնիվ մարդիկ իրենց այսպես դրական մոտեցումը հարցերին շարունակում են պահել, երևի նաև դրանով է պայմանավորված երջանկության ինդեքսը, որ Հայաստանում բավականին բարձր չէ, եթե չեմ սխալվում։ Առանձին ինդեքս կա նաև դեռահասների շրջանում երջանկության մասին եւ նույնպես կարծես առաջին տեղերում ենք աշխարհում, հետաքրքիր ֆենոմեն է իսկապես։ Ընկալման հարց է, այո։ Մինչև արտաքին քաղաքականության մնացած հարցերին էլ անդրադառնալը ես մի քանիսն եմ ֆիքսել, բայց ամեն դեպքում ես կուզեմ անդրադառնանք նաև մեթոդաբանության ընտրանքի հատվածին, որովհետև կարծում եմ դա էլ շատ կարևոր է հասկանալու համար, թե ինչքանով ներկայացական է հետազոտությունը եւ ինչքանով կարող ենք տարածել այս ցուցանիշները ամբողջ բնակչության վրա։ Կրկին լավ հարց եք տալիս, կրկին կարևոր հարց եք տալիս ու կարծում եմ արժի անդրադառնալ, այո, մենք պահպանում ենք ընտրանքի մեթոդը այնպես, որ նախ էլի համեմատելիությունը պահենք մի կողմից, մյուս կողմից էլ պահենք ներկայացուցչականությունը եւ դա անում ենք ընտրանքի տարբեր փուլերում պահելով պատահականության սկզբունքը։ Ինչպես նշեցի, այնտեղ շերտավոր ընտրանք է իրականացվել եւ դա նշանակում է, որ երկիրն է բաժանվել կոնկրետ մասերի, որպեսզի հնարավորություն տրվի բոլոր մեր բնակիչներին հավասար հնարավորություն տրվի մասնակցելու 18-ից բարձր չափահաս բնակչությանը ու արդեն մյուս շերտերում մենք պատահականորեն ենք ընտրել տնային տնտեսությունը, պատահականորեն ենք ընտրել բնակչին, ում հետ հարցում ենք իրականացրել։ Եվ մի փոքր էսա մասնագիտական բան կասեմ, բայց պետք չի դրանից վախենալ, դա ընդհանրապես պատահականության որ մեթոդն է ընտրվել տնային տնտեսությունում ռեսպոնդենտին ընտրելու համար, դա այդ քիշի աղյուսակ կոչեցյալն է, որը դրա մեթոդներից մեկն է։ Էլի պատահական ենք ընտրում, թե ով կպատասխանի, այո, եւ մենք չենք որոշում, որ օրինակ տան գլխավորը կպատասխանի կամ տանը ներկա մարդը կպատասխանի, հա, մենք այնտեղ անպայման ճշտում ենք ընտանիքում տնային տնտեսությունում ավելի ճիշտ, ովքեր են բնակվում եւ ըստ դրա այդ ցուցակից ընտրում ենք պատահականության սկզբունքով պատասխանողին 18-ից բարձր տարիքի։ Եվ փաստորեն 1500-ից ավելի մասնակիցներ եւ ցուցանիշները կարող ենք փաստացի տարածել ողջ բնակչության վրա։ Ինձ համար հետաքրքիր էր նաեւ այն հարցերը բնականաբար արտաքին քաղաքականությանը վերաբերող, որոնք կոնկրետ հարցնում էին մարդկանց, թե որ երկիրն են ընկալում որպես Հայաստանի լավագույն բարեկամ կամ գլխավոր բարեկամ, այդ ցուցանիշներն էլ կներկայացնենք, խնդրեմ։ Երևի ամենը այսպես բան չէ, հետաքրքիր հարցերից մեկն է։ Եվ ամենա այսպես կտրուկ փոփոխություններ կրող հարցերից մեկը, եթե տարիների միջակայքով նայում ենք։ Այո, ինչպես նշեցի, բարոմետրերն ընդհանրապես եւ Կովկասյան բարոմետրը մասնավորապես իր մարդկանց ընկալումներն է չափում, ինչը նշանակում է, որ այդտեղ կան որոշակի զգացմունքներ, հասկանում եք, այստեղ եւ քաղաքական իրադարձությունները եւ պատերազմները լրջագույն ազդեցություն ունեն մարդկանց ընկալումների վրա, հասարակության ընդհանրապես եւ այդտեղ դուք նաեւ տեսնում եք այդ թշնամի երկրների եւ բարեկամ երկրների այսպես ռեյտինգներ, եթե անվանենք դրան, հա, իրենց այս տեսակարգշրների փոփոխությունը տարոց տարի։ Դե այն է ինչ տեսնում ենք, դրանք էլի ես կուզեի մի փոքր ավելի վերլուծել, օրինակ Ֆրանսիայի ֆենոմենը իմ համար վերլուծելու ենթակա է, որտեղ տարի աճում է։ Նախ այդ կտրուկ աճը 2019-ից 2021 թվականների ընթացքում բավականին նկատելի էր այդ աճը։ Եվ այնտեղ Ռուսաստանի տեսակարգշռի 83%-ից նվազումը մինչև 14%-ի դա եւս։ Եվ այդտեղ կուզեմ շեշտել, որ այդ 83%-ի նվազումը սկսել է ոչ ամենևին 2018 թվականին, ինչպես ես նկատեցի, 2014-ից էր, եթե չեմ սխալվում։ Ես սա նույնպես կարևոր է հետազոտողների համար։ Այո։ Հենց դա է, որ այստեղ արդեն քանի որ ժամանակային շարքերի մասին ենք խոսում, ցանկալի է ժամանակային շարքերը վերլուծել ու կապել այլ հարցերի հետ, որովհետև
որովհետև այնինչ տեսնում ենք, դա նվազումն է, բայց արդյոք կարող ենք այդտեղ պնդել, հա, որ հասարակությունը մեծամասամբ, չգիտեմ, համարում է Ռուսաստանը թշնամի երկիր կամ չգիտեմ ավելի քիչ բարեկամ երկիր, նման պնդում անելը մի փոքր շատ արագ կլիներ, որովհետև մենք հասկանում ենք բոլորս, որ երկրների միջև հարաբերությունները շերտավոր են տնտեսական, մշակութային, պատմական տարբեր այսպես շերտեր կան ու քանի որ էլի հիշեցնեմ այդտեղ զգացմունքների ֆակտորը դա պետք է հասկանալ ինչի ազդեցության տակ է որտեվ նույն հաջողությամբ եթե դուք գնաք այն մյուս երկու հարցերին մշակույթի բաժնում որտեղ մենք խոսում ենք բիզնես անելու եւ կանանց հետ ամուսնանալու հարցին չէ մեր ազգակից կանանց հետ այդտեղ լրիվ ուրիշ պատկեր եք դուք տեսնում եւ օրինակ ինձ մոտ որպես հետազոտողի շատ այսպես հարց է առաջանում ընդհանրապես եթե ես փորձեմ հավաքել Կովկասյան բարոմետրից Ռուսաստանի վերաբերյալ ընկալումները մարդկանց ես տարբեր հարցեր կհավաքեմ իրար հետ բիզնես կուզենք անել թույլ կտանք որ ամուսնանան կանայք բայց համարում ենք որ այնքան էլ բարեկամ երկիր չէ հա իսկապես որոշակի գիտեք իրար հակասող բաներ եք տեսնում ու այստեղ սկսում են հարցեր առաջանալ եւ հետազոտական դիրքորոշումը որը մեր կազմակերպությունը որդեգրել է եւ մեր բոլոր թիմակիցները այդ նույն դրամաբանությամբ են աշխատում ամենօրյա իրենց աշխատանքում մեր մոտեցումը այդպեսին է որ մեզ մոտ կա հետաքրքրասիրություն լավ իսկ ինչու մենք ոչ թե այսպես միանգամից գնում ենք օ տեսեք այսպես է Ընդհանրապես քանակական հետազոտությունները որպես կանոն այդ ինչուները առաջ բերելու համար են, չէ՞, որակական հետազոտություններ անելու եւ բարձելու այդ հարցը։ Այո, մենք բացի դրանից քանակական տվյալներին նաեւ պիտի սովորենք շերտերով մոտենալ։ Հնարավոր է քանակական տվյալների մեջ այսպես պեղել ավելի հետաքրքիր բաներ, եթե մենք օգտագործենք շատ ավելի բարդ վիճակագրական մեթոդներ վերլուծության։ Դրա համար այստեղ շատ խորհուրդ կտամ այդպիսի հարցերը ձևակերպել որպես հիպոթեզներ, ունենալ գլխում որպես հիպոթեզներ, հարցեր եւ ստուգել դրա հետ կապված։ Դրա համար այդ պատճառով է որ հետազոտողներից այդքան շատ ենք սիրում Կովկասյան բարոմետրը, որտեղ այդ լայն դաշտն է հնարավորությունների, որտեղ կարող ես բազմապիսի հետազոտություններ անել։ Բայց միանշանակ կարելի ասել, որ կա փոփոխություն թշնամի եւ բարեկամ երկրների ընկալումների մեջ։ Թշնամի երկրների մեջ այդքան չէ, ինչքան ես այդքան չնկատեցի ամեն դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ տեսակարար կշիռներն էին կարծես մի փոքր ավելի փոխվել։ Մի փոքր մոտեցել էին իրար հետ էլի բաժանվել, բայց ընդհանուր առմամբ այսպես գիծը որ նայում էիք որոշակի տատանման մեջ էր, իսկ օրինակ բարեկամ երկրների մեջ նաեւ շատ հետաքրքիր է ոչ մի պատասխանի աճը։ Դա եւս օրինակ երրորդ տեղում է իմ մոտ միանգամից հետազոտական հարց է առաջանում արդյոք մենք մեզ մեկուսացված ենք զգում արդյոք բնակչության այն կտորը ով պատասխանել է այդպես ընկալում է Հայաստանը որպես շուտ մեկուսացման մեջ երկիր ինձ համար էլ դա հետաքրքիր հատկապես որ անցյալ տարվա Հանրապետական ինստիտուտի կողմից արված հետազոտության տվյալներով առաջին 3 երկրները որոնք բարեկամ էին համարվել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Իրանն էին եւ ձեր հետազոտությունը փաստորեն ցույց է տալիս որ Ֆրանսիայից հետո ոչ մի երկիր պատասխանը ավելի բարձր ցուցանիշ ուներ եւ ինձ մոտ էլ այդ հարցը առաջացավ արդյոք այդ մեկուսացման զգացողությունը ավելի խորացել է այդ հարցերը եւ դրանց պատասխանները կարդալուց հետո բնականաբար ամենից առաջինը ուզում ես հասկանալ թե որտեղից այդ ընկալումները բնակչության մոտ եւ մեդիային վերաբերող հարցը դառնում է շատ կարեւոր եւ արդիական իհարկե Եվ զարմանալի եւ մեր իրականությունը փաստող արդյունքներ էին, կուզեմ դրա մասին էլ խոսեք։ Ինչ մեդիա ռեսուրսներից են օգտվում մեր բնակչության ներկայացուցիչները։ Ինձ էլ շատ հետաքրքիր է այդ հարցը, որովհետեւ երբ որ կառույցների մասին ես հարցնում, լրատվամիջոցների նկատմամբ այսպես վստահությունը ներքևի տեղերում է գտնվում։ Մյուս կողմից նայում ենք թե ինչպիսի ռեսուրսներից են օգտվում, տեսնում ենք որ դեռևս հեռուստատեսությունը առաջի տեղում է։ Չնայած շատ մոտ են իրենց տեսակար կշիռներով սոցցանցերը եւ համացանցը, բացի սոցցանցերից, ինչը նշանակում է գուցե հեռուստատեսության ոլորտում տարբեր ընկերություններ արժի որ սկսեն մտածել այդ
տեղափոխությունների մասին, հա, կամ բաշխվածության մասին, թե ինչպես են մատուցում կոնտենտը։ Եվ հեռուստաալիքների մեջ երևի նկատեցիք այնտեղ առաջին տեղում հանրային էր, բայց շատ մոտ էին իրար, առաջինը եւ Արմենիան բավականին մոտ էին, եւ դա նաեւ խոսում է քաղաքական բևեռացվածության մասին, չէ՞, նույնպես կարելի է էլի հետազոտել դա, շատ լավ հիպոթեզ է առաջ քաշում, արդյոք դա քաղաքական բևեռացվածության մասին է խոսում, էլի կարելի է մի փոքր այստեղ գնալ օրինակ կուսակցությունների հարցի հետ կապել կամ ոչ մի կուսակցությանը չվստահող մարդկանց ավելի քան 60% էր, եթե չեմ սխալվում, հա 55% էին, կեսից ավել բնակչության որևէ կուսակցության չի վստահում, այսպես իրեն մոտ չի համարում, այսպես։ Եվ գալով այդ հարցին ամենից շատ, այսպես ասած, վստահություն ունեցող կուսակցությունը, որ իշխող կուսակցությունը, ընդամենը 15% վստահություն ունի։ Եվ դա նույնպես կարծես ինչ որ ոչ միայն նոր հետազոտությունների համար ահազանգ է, այլ նաև քաղաքական դաշտի համար է ահազանգ, թե այո, կարծում եմ այդ ցուցանիշները քաղաքական գործիչների համար հետաքրքիր կլինեն, մի փոքր ավելի խորը գնալու եւ հասկանալու։ Ինձ որպես քաղաքացու շատ ավելի այսպես հետաքրքրեց ոչ մի պատասխանը, ոչ մի կուսակցություն պատասխանը, որտեղ նաև աճել էր այդ պատասխանը նախորդ Կովկասյան բարոմետրից հետո մոտավորապես 15%-ային կետով 40-ից դարձել էր 55, դա բավական մեծ տատանում է համարվում։ Այդ հարցի մեթոդաբանության, որ խնդրեմ կանդրադառնանք, ընտրելու հնարավորությամբ պատասխաներ, դա թե ազատ հարցեր եւ բնակիչներն իրենք են ասում կուսակցության անունը։ Կուսակցության մի քանի կուսակցությունների անուններ, եթե ես չեմ սխալվում, հուսամ թիմակիցներս չեն համարի, որ ես այստեղ սխալ եմ ասում, եթե չեմ սխալվում, ցուցակ եղել է, բայց այլ տարբերակ է եղել նաև, այսինքն եթե եղել են այլ կուսակցություններ, մարդիկ նշել են դա։ Արդյոք դա բարձրաձայն կարդացվել է թե ոչ, եթե չեմ սխալվում, ոչ, որովհետև նմանատիպ հարցերը ընդունված է չկարդալ, որպեսզի չուղղորդես։ Բայց այսպես ասեմ, իրենք որ ասում եմ ցուցակ է եղել, այդ նշանակում է, որ դա մեզ հեշտացրել է ուղղակի տվյալները մաքրել, վերլուծել, բայց կարդալը լրիվ ուրիշ բան է, հա, այնտեղ հիմնականում չենք կարդում նմանատիպ։ Կուսակցությունների վերաբերյալ այդ հարցի մեջ ինձ հետաքրքրեց նաև, որ ի տարբերություն 21 թվականի երկրորդ տեղում գտնվող կուսակցությունը այլևս ոչ թե Հայաստան դաշինքներ, այլ Բարգավաճ Հայաստանը, այս էլ է իսկապես հետազոտության թեմա, մի կուսակցություն, որ փաստորեն նախորդ ընտրություններից հետո այլևս ազգային ժողովում չէ եւ շատ ավելի пассив է, հիմա շատ ավելի փաստորեն պատասխաններում արտահայտվում է։ Իսկ եթե փորձենք համեմատել ընկալումների հարցը նաև Վրաստանում տեղի ունեցած արդյունքների հետ, վստահ եմ դուք ծանոթ եք նաև այդ արդյունքներին, Հայաստանի հետ համեմատ արևմտյան կառույցների նկատմամբ վստահությունը որոշակի զուգահեռներ ունի, թե չէ, որովհետև կար նաև այդպիսի հարց, չէ, արևմտյան կառույցների նկատմամբ վստահություն։ Քանի որ Վրաստանի տվյալները մի քանի ամիս առաջին հրապարակվել, ես մի փոքր թարմ չի մոտ հիշողությունը, ցավոք սրտի չեմ վերհիշել տվյալները, մի ընդհանուր բան կարող եմ ասել Կովկասյան բարոմետրերի հետ կապված Հայաստանի եւ Վրաստանի։ Չնայած որ մենք նույն տարածաշրջանում ենք, չնայած որ տարբեր մշակութային ընդհանրություններ ունենք, չնայած որ սոցիալական տարբեր ընդհանրություններ ունենք, բայց բարոմետրը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, հա, բավականին տարբեր են մեր մոտեցումները, շատ հարցերի։ Այնտեղ կան որոշ հարցեր, որտեղ մեր ընկալումները համընկնում են, բայց մեծամասնությունը հարցերի բավականին տարբեր է, գիտեք, ու հենց նայում ես բարոմետրին, հասկանում ես, որ մեր երկրները տարբեր կյանքով են ապրում իրականում եւ տարբեր շատ հաճախ ասում ենք, որ նույն այո, ես ցավոք սրտի չեմ կարողանա ուղիղ պատասխանել ձեր հարցին հիմա, բայց ընդհանուր այսպես հուշեմ ձեզ, որ հավանականությունը քիչ է, որ այդտեղ համընկնում են։ Ընդհանուր առմամբ Եվրամիության նկատմամբ վստահություն եւ ընդհանրապես հա հակվածությունը բնականաբար այնտեղ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց թվերը այսպես չեմ կարող վերհիշել հիմա։ Հայաստանյան համատեքստում կար նաեւ հարց, թե բնակչության քանի
տոկոսն է համարում, որ ճիշտ կլինի այս կամ այն կառույցին անդամակցելը, դա էլ է հետաքրքիր բավական հարց եւ ինձ համար բավական զարմանալի էր, եթե համեմատենք դրա հետ, թե օրինակ արևմտյան երկրները համարվում են ավելի բարեկամ երկրներ, բայց անդամակցելը այդ կառույցներին կարծես թե այնքան էլ բարձր տոկոսներով չէ, ինչ է դրական պատասխանները։ Այստեղ ես ինքս էլ այնտեղ նայում էի կառույցներին, նկատել էի, որ 21-ից 3 չանդրադարձա ներկայացնելուց դրան, բայց նկատել էի, որ 21-ի եւ 24-ի համեմատ Եվրամիության այսպես դիրքերը ավելի են բարձրացել, այսինքն վստահությունը Եվրամիության նկատմամբ բարձրացել է, Եվրամիությունը երրորդ տեղում էր։ Ի տարբերություն 21-ի, երբ եթե չեմ սխալվում կամ 7-ում էր կամ 8, ամեն դեպքում առաջի տասնյակի ներքևներում էր։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ հարցնում ենք անդամակցության մասին, ապա տեսնում ենք, որ ոչ չանդամակցելու, այսպես որևէ ձևով կողմ չեն մարդիկ դրան, այդ տարբերակը աճել է տեսակարար կշռով, չեզոք տարբերակը նվազել է։ Միջինում, եթե չեզոք տարբերակը նվազում է, նշանակում է, որ մարդիկ դիրքորոշում են հայտնում, ավելի շատ են դիրքորոշում հայտնում։ Եվ մենք տեսնում ենք, որ ծայրերը ավելի են բարձրացել, այսինքն լիովին կողմը իջել է, դեմ են բարձրացել է։ Սա էլի հիպոթեզ է առաջ բերում։ Լավ, եթե վստահությունը Եվրամիության աճել է, ինչու է նվազել, հա, ցանկությունը Եվրամիության անդամ դառնալու, եւ մյուս կողմից էլ ոչ մի երկիր մեզ բարեկամ երկիր չի։ Ես օրինակ կկապեի այդ երեք հարցերը, փորձելով հասկանալ, մի փոքր վերլուծություն կանեի այդտեղ, փորձելով հասկանալ կարող կա այդտեղ ինչ-որ բացատրություն դրա տակ, կարող այդտեղ կերևա բացատրություն, թե ոչ։ Ես էլ կառաջարկեի մի հարց էլ ավելացնենք, որովհետև ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հարցն էլ բավական ծայրերը էլի փոփոխված էին։ Այնտեղ ամենանկատելի փոփոխությունը կար ոչի բարագայում, ի տարբերություն Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի, այո, համաձայն եմ, շատ ուշագրավ պատասխաններ էին, որոնք էլի վերլուծության կարիք ունեն։ Մեր զրույցը պիտի արդեն ամփոփենք, ես ուզում եմ հարցնեմ, կար այնպիսի հարց, որը որ ձեզ համար շատ կարևոր էր այդ հետազոտության շրջանակներում, բայց ես այս պահին չհիշատակեցի, դա միգուցե կրկնեմ այդ հարցը, որն էր ամենից շատ ձեզ զարմացրել, միգուցե հավելյալ հարցերի տեղիք տվել։ Իրականում մենք անդրադարձանք այդ հարցերին, որովհետև ամենահակասական զգացողությունները իմ կարծիքով մարդկանց մոտ հենց արտաքին քաղաքականության եւ ներքին քաղաքականության հետ են կապված։ Ազնվորեն ինձ զարմացրել էր կուսակցությունների վերաբերյալ պատասխանները եւ նաեւ զարմացրել էր հաջորդ կիրակի եթե լինեին ընտրություններն ինչքան մարդ կգնար այդ հարցը եթե համեմատում էինք որքան քանի բնակչության քանի ինչ տեսակար կշիռեր ինչ տոկոսներ մասնակցել նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններին այդ հարցերն էին իմ համար շատ հետաքրքիր պատասխանների տեսանկյունից որտեղ այդտեղ եւս դիրքորոշում էր երևում ու ընդհանրապես գլոբալ իմաստով այս կովկասյան բարոմետրում ի տարբերություն 21-ի դիրքորոշում ավելի շատ էր երևում 21-ին կար կասկածամտություն ավելի շուտ մենք նկատել էինք նույնիսկ դաշտը անելուց որ մարդիկ ընդհանրապես որևէ հետազոտության ցանկություն չունեին մասնակցելու ու պատասխանելու շատ քիչ էին այսպես խանդավառված մասնակցում էին բայց պատասխաններից զգացվում էր որ ընդհանուր տրամադրությունը այն չի մարդկանց բայց 24 թվականին արդեն մի փոքր այսպես երբ նկատում եք որ այդ սանդղակային հարցերում սկսում է կամած դիրքորոշումները հստակ երևալ, չեզոք պատասխանները սկսում են նվազել, դա նշանակում է, որ մարդիկ ունեն իրենց կարծիքը այդ հարցի մասին։ Այ գլոբալ դա էր ինձ զարմացրել, որ ընդամենը 3 տարվա մեջ մարդիկ արդեն փոխել էին իրենց վերաբերմունքը, մի փոքր ուրիշ ձև էին մոտենում հարցերին, ընդհանուր առմամբ Կովկասյան բարոմետրին միշտ շատ հաճույքով են մասնակցում մեր բնակիչները եւ այդտեղ մենք երբևէ խնդիր չենք ունենում բայց հա տրամադրությունը ուրիշ էր Շնորհակալ եմ շատ եւ հետազոտության եւ զրույցի համար Լիլիթ ջան Ձեզ եւս շնորհակալ Շնորհակալություն ստեսություն Ստեսություն